Termine կարողացան հայկական ժամանակ կարող եկան տերևի մասին մասամբ անդրադարձել, բացման խոսում խոսել նոր զինվորական համազգեստի մասին, բայց ճմարի մասին ցիկլին ինչն է փոխվում եւ ինչու եւ արդյոք ինեւե ազատ վաճառք եւ նաեւ վարժական համակարգի մասով 25-օրյա ծառայության մասին ուզենամ խոսել, թե նաեւ ինչու դրանք երկրորդ 25 օր, այսինքն ողջունեն շատ եւ հիմա մասնակցողների թիվը շատ է զինվոր են մասնակցում, թե հակառակ ուսանողների թիվն է շատ, այդ մասով ինչ տվյալներ կան վարորդների նկատմամբ եւ նաեւ ինչ պատիժ են նախատեսվում եւ արդյոք 25 օրի ընթացքում հնարավոր է անցածը վերջիչել եւ նոր հմտություններ նաեւ ձեռնել։ Ուրեմն 25 օրյա հավաքների մասին։ Նախ սա ես համարում եմ կարևոր ինստիտուտ, բայց սա նաեւ ես պիտի կապեմ տարածքային պաշտպանության զորքերի ձևավորման հետ։ Հիմա մենք ունենք տարածքային պաշտպանության եւ տեղական ինքնապաշտպանության համակարգ, տեղական պաշտպանության ներողություն համակարգ, որը ենթադրում է նախկին այսպես կոչված աշխարհազորի փոփոխված տարբերակներ, տեղական պաշտպանության համակարգը, սրանք դարձել են մի կուր համակարգ, որը ենթադրում է, որ մենք խաղաղ ժամանակաշրջանում ունենք ձևավորված բրիգադային օղակներ, որտեղ կա կայուն սպայական կազմ, մինչև վաշտ օղակ։ Եվ երբ 25-օրյա հավաքի մասնակիցը գալիս է վարժական հավաքի, ինքը արդեն իսկ ունի կայուն գումարտակ եւ կայուն բրիգադ, որի խնդրի շրջանակներում նա նախ սկզբնական շրջանում վերհիշում է կարճ ժամկետում, 10-օրյա ժամկետում վերհիշում է իր նախկինում ունեցած հմտությունները, այնուհետև անցնում է հիմնականում 14-օրյա սահմանային ծառայություն, եւ որով նաեւ հստակեցնում է այն ուղղությունը, որտեղ պոտենցիալ երկրի առաջ ծառացած մարտահրավերների ժամանակ կարող է ինքը համալրել որպես պահեստազորային։ Սա կարևոր է այն համատեքստում, որ մենք ունեցել ենք խնդիրներ դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդկանց այդ հոսքը ճիշտ չի կառավարվել, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, այդ թվում նաեւ քանի որ սպայակազմը նույնպես համալրվել է պահեստազորից։ Մենք հիմա ունենք կայուն համակարգ, որտեղ բերումներ դնում ենք մեր 25-օրյա հավաքի մասնակիցներին, եւ ինչու 25 օր, որովհետեւ 25 օրը ավելի տանելի է աշխատող, կյանքից կտրվող մարդու համար, քան 3 ամիսը, որովհետեւ 3 ամիսը էապես նրանց գործունեությունը որոշակի խաթարում էր հակես լինենք։ Հիմա այդ հարցը ըստ էության փակվել է։ Ինչ վերաբերում է համազգեստին, երբ մենք կավարտենք արդեն զորային փորձարկումը եւ վերջնական հաստատում կունենա նմուշը, ես նախատեսում եմ ազգային ժողովում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով այդ տեսակի համազգեստը կարգելվի վաճառել, այսինքն հնարավոր չի լինի գնել խանութում։ Այսինքն չի կարա ձեր եղբայրը զանգի ձեզ բանակից, ու ասի գիտեք համազգեստս մաշվել է, մի հատ համազգեստ արեք ինձ ուղարկեք։ Չի լինի նման բան։ Համազգեստը երբ մաշվի, մենք պիտի դրա խնդիրը լուծենք։ Ըստ էության հիմա է կարգով այդպես է, բայց կան որոշակի հարցեր, որն էլ մեզ մղել է խնդիրը այս կերպ լուծել։ Շնորհակալ։